ինչ վիճակ է, առավոտյան ներողություն։ Քանի որ ներքևում ես գործընկերուն խոստացել եմ, թողեք ինքը սկսի, հա։ Հետո դուք եկեք, դուք կտաք հարց։ Պաշտպանության նախարարությունը արդեն գրեթե 12-րդ հերթին է տարածում, որ հայկական կողմը չի կրակում։ Ինչու ապացույցներով չեք խոսում Ադրբեջանի հետ։ Բնակ արբանյակներին նկարացնել, որ հայկական կողմը չի կրակում, որևէ Հարգելիներս, արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են։ Մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Իսկ ինչու դուք չեք ուզում ապացույցներով դուք խոսեք, մեկ պաշտպան։ Ինչի մասին խոսենք, չեղած բանի ինչ է ապացուցեմ։ Ոչ չկա։ Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է տարածվել նման ապատեղեկատվություն, մենք մի վարքյան։ Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա։ Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Այլ բան Հարգելի գործընկերներ, բայց հիմա հարցը այստեղից է։ Հարգելի գործընկերներ, որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Ասում եմ անկախ նախկինում ունեցած պաշտոնից, ներկա պաշտոնից, ես ասում եմ պաշտպանության նախարարությունը մի քիչ առաջ է հայտարարությամբ հանդես եկել կամ մի ժամ առաջ, որ մեր հարգելի գործընկերները միայն տարածեն ճշտված տեղեկություններ, իսկ տեղեկությունները ճշտված են, եթե դրանք ճշտված են պաշտպանության նախարարության հետ։ Ես պատասխանում բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում զարարական քննություններ, տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից։ Բայց ինչի աշխատանքի չեն ազատում պատասխանատուները։ Ինչ կնայեք։